ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Եկեղեցուց դատարան, ինչ է սպասվում ձերբակալված աշակերտին։ Երեխեքը ապա քաղաքական են։ Ես խնդրում եմ, որ դա այն որ ասում կարմիր գծի պես խնդրում եմ որպես բացարձակ ճշմարտություն ընդունեք։ Պատերազմ առանց տանկերի, բայց հստակ թիրախով տեղեկատվական հարձակումներ, կեղծ օրակարգեր ու բևեռացված հասարակություն, ինչ է իրականում կատարվում ընտրությունից առաջ եւ ինչու են տարբեր ուժեր նույն երևույթը տարբեր մեկնաբանում։ Խաղաղություն, թե մեղադրանքների նոր փուլ, Բաքուն հայերին մեղադրում է ցեղասպանության համար։ Ինչու է այս խոսույթը ակտիվանում հենց հիմա, ինչով է պայմանավորված Երևանի լռությունը եւ ինչ վտանգներ ունի այս տեղեկատվական պատերազմը Հայաստանի համար։ Հայաստանի եւ Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է, Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով Կիրակի ձերբակալված Միքայել Մինասյանը քննչականից ազատ է արձակվել։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին եւ կիրառվել է գրավ։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբանը հայտնել է, որ Դավիթին քննչականից արդեն տարել են դատարան։ Միքայել Մինասյանը լրագրողներին ասել է, որ լավ է, իրեն լավ են վերաբերվել։ Մանրամասները Սեդա Կյուրեղյանն է ներկայացնում։ Քնչական վարչության դռները փակ են։ Սենց ապօրինություն չեմ պատկերացնում։ Այսպես սկսվեց մարտի 31-ի առավոտը Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկված 18-ամյա դպրոցականների պաշտպանների եւ նրանց աջակցության եկած քաղաքական ու հասարակական գործիչների համար։ Մարդ չկա։ Երևանի քննչական վարչության դռները փակ էին բոլորի առաջ, անգամ փաստաբանների, որոնք վարչության կողմից հրավիրվել էին շենք առավոտյան ժամը 11-ին։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը զանգեց մարդու իրավունքների պաշտպանի թեժգից։ Առավոտյան երեխաներին առանց հանձմունք ստանալու, առանց հաց ուտելու, որովհետև ասեցին շտապա պետքա բերեն քաղաքի վարչություն, ժամը 11-ին պաշտպաններին ծանուցել են 11-ի համար, որ պաշտպանները լինեն քաղաքի վարչությունում, գործողության վարույթային։ Ժամը 11:46 է, Երևան քաղաքի վարչության դռները փակ են, պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Զանգից 15 րոպե անց միայն փաստաբաններին թույլ տվեցին ներս մտնել, հրավիրվելուց մոտ 1 ժամ հետո։ Այդ ընթացքում Դավիթ եւ Միքայել Մինասյանները վարչության շենքում էին առանց պաշտպանների։ Ես փաստաբան եմ։ Վարդին բակյան։ Ես չաղ եմ, չեմ կարա ներս մտնել։ Մինչ փաստաբաններն ու ձերբակալված դպրոցականները ներսում էին, դրսում հավաքվում էին նրանց հարազատները, ընկերներն ու համադասարանցիները, որ քիչ անց բաց նամակ ուղղեցին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները ուսումնառության տարիներին երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Նրանք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ ամեն կիրակի մասնակցում են պատարակներին։ Դավիթն ու Միքայելը երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել։ Տղաների լավ վարքի մասին խոսում են նաև ուսուցիչները։ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ էլ ակցիա էր տեղի ունեցել, որին միացել էր Դավիթի եւ Միքայելի ուսուցիչներից մեկը, ով նրանց ընդամենը մի քանի ամիս է ճանաչել։ Այդ երեխաները օրինակելի աշակերտներ էին մեր դպրոցում եւ բոլորն էին նայում նրանց որպես կիրթ, կարդացած, զարգացած, չգիտեմ, ընտանիքը հիանալի ընտանիք, օրինակելի ընտանիք։ Քաղաքական ուժերից եւս եկել էին աջակցելու 18-ամյա զույգ եղբայրների հարազատներին։ Միասնության թևեր դաշինքի անդամ Նարեկ Պարոնյանի պնդմամբ երիտասարդներին եկեղեցուց բերման ենթարկելն ու մեղադրանք առաջադրելը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի։ Սա վերջին կարմիր գիծն էր, որ կարող էր անցնել Նիկոլ Փաշինյանը, ընդգծեց Պարոնյանը։ Նա կոչ արեց քաղաքական ուժերին։ Պետք է իրենց ուժերի ներածին չափով պայքարեն, որպեսզի կալանք չտրվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կյանքը, բիծ եւ հետք չմնա նրանց կենսագրության վրա։ Պարոնյանի համոզմամբ Գևորգ Գևորգյանն ու տղաները իրար հետ որևէ կապ չեն ունեցել եւ նրանց միևնույն մեղադրանքն առաջադրելը Փաշինյանի կողմից քինախնդրության արդյունք էր։ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի պահվածքը ոչ այլ ինչ էր, քան սադրանք, ասում է նա։ Մինչ բազմությունը շարունակում էր մեծանալ, եղբայրներից Միքայել Մինասյանին բաց թողեցին։
քննչական վարչություն տեղափոխելուց մոտ 4 ժամ անց, մեղադրյալի կարգավիճակով։ Ես շատ լավ եմ, հանդեպ լավ են վարվել, խնդրում եմ էլ ուրիշ հարցեր չտաք չպատասխանեմ։ Իսկ Դավիթ Մինասյանին, ում առողջական խնդիրն ի դեպ անհամատեղելի է անազատության հետ, տեղափոխել են դատարան, խափանման միջոց կալանքը քննելու համար, հայտնեց փաստաբան Մարտիրոսյանը։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եկեղեցու միջադեպից հետո եւս մի երիտասարդի են ձերբակալել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն է մանրամասները հայտնել։ Միքայելը, էլի Միքայելը անունը, տղաներից զույգ եղբայրներից մեկի անունն էլ չէ Միքայել։ Մեր Միքայելը գնաց Դավիթն ու Միքայելն են մերը, բայց այտենց նշենք, որ խոսքը վերաբերում է այն Միքայելին, որը որ քիչ առաջ ազատ արձակվեց, միանգամից ասեմ, Երևանու քննչականից։ Հիմա պատմեմ ինչ ա եղել, ոնց ա եղել այս 2 օրվա մեջ։ Ուղիղ 48 ժամ անազատությունից հետո ազատ արձակվեց։ Միքայելը ոնց հասկանում եմ մի քիչ նաև այտենց լավ, այդ մասը թողնենք։ Միքայելը դուրս ա գալի աղբը թափելու։ Հիշեք իմ վերջի լայվը մի հատ նայեք, չգիտեմ, այդպես պատահականություն լինում է, զուգադիպություն լինում է։ Ես կակրազես կայարանի մոտից անցնելուց, որ խոսում էի տղաների Սուրբ Աննայի միջադեպի մասին։ Այդ ժամանակ ես ասեցի, վայ, այս սրանց ավտոները ոնց որ տեղա, շարա ժողովուրդ, շարա, զգուշ եղեք, հիմա էլ ասում եմ, ձեր երեխեքին հեռու պահեք, շարա։ Այս մեր Միքայելը Հաստորեն այդ ժամանակ, երբ որ ես այդ լայվն է անում, դրանից խաղը 5-10 րոպե առաջ կամ մի քիչ հետո, չգիտեմ, աղբը թափելու դուրս է գալի, այդ շարասյունը բանը տեսնում է, եւ մոտենում է, շատ ներողություն, թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Տեսեք, դեռ փորձենք գնահատել այդ մեքենայի կարգավիճակը այդ պահին։ Արդյոք նա այդ պահին կարելի է համարել, որ տենց ինքը պետական գործառույթ էր իրականացնում։ Ոչ մի պետական գործառույթ չէր իրականացնում, քաղաքական գործառույթ էր իրականացնում։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, եւ այն, որ ինքը այդ ծառայողական մեքենայով էր, դա հանիրավի առավելություն է մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։ Սա ուղղակի եմ ասում, հետա այդպես ամենայական բանը չի։ Ձևակերպում է իրան թույլ տալիս, ասում է, հարցնում են, ասում են, ինչի ես դա արել, ասել է, որտեղ թուրքը ծախել է մեր հողերը։ Միքայելին ձերբակալում են խուլիգանության կասկածով, ես մի քանի ժամ հետո ներգրավում եմ, այս ընթացքում, որ ես նաև քիչ պասիվ է դրանով էր պայմանավորված, երեխայի մոտ է այցելում ԶՊՎ քննչական գործողություններ եւ այլն։ Եվ այսօր հրավիրում են մեզ եւ դեռ նստած էր ՑՊՎ-ում, Երևանու բաժնում հրավիրում են եւ դատախազի որոշումն են ներկայացնում, սա դատախազն է որոշում, ոչ թե քննչականը, որ սա որակում է որպես խուլիգանություն։ Մարտի սկզբին Սպիտակի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 10-ամյա տղային նորից դասընկերները ծեծել են։ Մայրն է տեղեկացրել ABC Media-ին։ Նախորդ անգամ ոտքերով ու քարերով էին հարվածել, հիմա արդեն երկաթներով են ծեծել, ասել է տղայի մայրը։ Ծնողները դիմել են ոստիկանություն, գործը փոխանցվել է քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից սակայն մեզ հայտնեցին, որ վարույթ չի նախաձեռնվելու, որովհետև երեխաները 9-10 տարեկան են եւ չեն հանդիսանում սուբյեկտ։ Ի պատասխան այս բողոքների ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տալիս դպրոցի տնօրենի հետ հարցազրույց անել։ Պաշտոնական պատասխանի համար էլ հորդորում է գրավոր հարցում ուղարկել։ Նշում են, որ վարույթի նախաքննությանը չեն ուզում խանգարել, սակայն, ինչպես ասացի, քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել։ Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան, Մոսկվայում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարության վերջին ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հաստատել էր, որ հանդիպումը ինքն է նախաձեռնել։ Քննարկելու են Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի զարգացումը։
Միևնույն ժամանակ երկկողմ հարաբերությունների օրակարգին զուգահեռ պաշտոնական հռետորաբանության մեջ պահպանվում է նաև մեկ այլ գիծ։ Հայաստանը շարունակում է մատնանշել Ռուսաստանին որպես հնարավոր ազդեցության կենտրոն առաջիկա խորհրդարանական ընտրությանը նախորդող հիբրիդային գործընթացներում։ Իսկ ինչ է հիբրիդային պատերազմը, արտաքին ազդեցություն, ներքաղաքական գործիքակազմ, թե երկուսի խառնուրդը։ Ովքեր են խոսում դրա մասին եւ ում դեմ է այն ուղված, նախ պետք է հասկանալ ամենակարևորը, ինչպես է այն ազդում հասարակության մտածողության, ընտրության եւ որոշում կայացնելու վրա։ Այս հարցերի պատասխաններն ենք փորձել գտնել մեր ռեպորտաժում։ Որ Հայաստանի Հանրապետության դեմ այդ հիբրիդային պատերազմը արդեն վաղուց սկսվել է եւ դա շարունակվելու է եւ ցավոք սրտի ավելի մեծ թափ է առնելու։ Հիբրիդային պատերազմ։ Սա այն տերմինն է, որը վերջին ամիսներին ներխուժել է Հայաստանի քաղաքական խոսույթ։ Տարբեր քաղաքական գործիչներ, իշխանականներից մինչև ընդդիմադիրներ խոսում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրության ընթരാճ հնարավոր հիբրիդային պատերազմի մասին։ Ըստ քաղաքական կողմնորոշման տարբեր են նաև պատկերացումները երևույթի մասին։ Իշխանությունն այն այլ կերպ է մեկնաբանում ու ներկայացնում, ընդդիմությունն այլ։ Այն, որ Հայաստանում տեղի ունենում հիբրիդային պատերազմ, դա անկասկած է, սակայն դերակատարները հիբրիդային պատերազմի ըստ էության ուրիշն են, քան նրանք, ում փորձում է ներկայացնել իշխանությունը։ Այսինքն 180 աստիճան հակառակ process-ը։ Մենք ունենք մի զարմանալի իրավիճակ, պատմության մեջ ես դժվարությամբ կհիշեմ մի իշխանություն, որը իր ժողովրդի դեմ վարում էր հիբրիդային պատերազմ։ Ազգային ժողովի նախագահը որպես օրինակ ներկայացրել է Մոլդովայի ընտրությունը, որի ժամանակ հնարավոր եղավ փոխել դրա արդյունքները հօգուտ Եվրոպամետ տեխնացուի։ Ըստ Սիմոնյանի, առաջին փուլում հաղթած տեխնացուն դրածո էր այլ պետությունների կողմից։ Հիբրիդային պատերազմի ամենավառ օրինակներից, որը հաճախ են որպես օրինակ բերում, դա Մոլդովայի դեպքն է, երբ որ հիբրիդային պատերազմի շնորհիվ ստեղծեցին մի տեխնացու, որը դիցուկ նախագահական ընտրություններին երկրորդ տեղը գրավեց։ Սա քաղաքագիտական շիզոֆրենիա է։ Իսկ ինչ է իրականում հիբրիդային պատերազմն ու ինչ վտանգներ ունի, ինչպես է այն դրսևորվում, որն է դրա նպատակը։ Եթե փորձենք պարզ ասել, ապա այն առանց ռազմական գործողությունների ընտրված երկիրը կործանելու գործընթաց է, պնդում են մասնագետները։ Հիբրիդային պատերազմի դեպքում սպառնալիքը ինքնին հենց հիբրիդային պատերազմի գործիք է, երբ ձեզ սպառնում են, այսինքն ոչ թե ձեր կամքը փորձում են համոզել ձեզ դրա միջոցով փոխել ձեր կամքը, այլ ստիպում են ձեզ, տալիս են երկընտրանք, կամ այսպես կլինի, կամ կլինի պատերազմ։ Սա ինքնին հիբրիդային պատերազմի գործիք է։ Նպատակը ազդել հասարակության ենթագիտակցության վրա ու ստիպել ենթարկվել, որ հնարավորություն կտա համոզել նրանց չմասնակցել առաջիկա ընտրությանը։ Բրիտանացի փորձագետ Ջեյմս Շերն է սահմանել բանաձևը հիբրիդային պատերազմը նախատեսված է պետությունը կոտրելու համար, մինչև այն պահը, երբ կհասկանան, որ պատերազմ է սկսվել։ Հիմնական նարատիվը շանտաժն է, այսինքն ուղղակի շանտաժ, բառացի նույն Փաշինյանը հայտարարում է, եթե իրեն չընտրեն, կլինի պատերազմ, այսինքն սա հիբրիդային գործողությունների առանցքն է այսօր դարձել իշխանության համար։ Առաջին հարվածը տեղեկատվական դաշտում է սպասվում, զրուցակիցներս ասում են, սովորաբար ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում կտրուկ աճում են կեղծ էջերը, անհայտ աղբյուրներից տարածվող այսպես կոչված լուրերը։ Օրինակ, տարբեր ժամանակահատվածներում շրջանառվել են լուրեր, թե ընտրություններն արդեն կեղծված են կամ այս կամ այն քաղաքական ուժը վաճառված է արտաքին ուժերին առանց որևէ ապացույցի։ Այսպիսի տեղեկատվությունը ոչ թե տեղեկացնում է, այլ ծրագրավորված խեղաթյուրում է ընտրողի ընկալումը։ Սա անվերջ process է, որի հիմնական նպատակը մաս ջարդել կոտրել, այդ պարագայում դու մոնոլիտ, ասենք ասենք, համակարգը, հա, ջարդում ես եւ կարողանում ես հատիկ ոչնչացնել։ Մյուսը կեղծ հանրային կարծիքի ձևավորումն է, երբ սոցիալական էջերում այս կամ այն տեղեկության մասին անհայտ օգտատերերը կարծիքներ են հայտնում, փորձելով համոզել հասարակությանը, որ այդպիսին է մեծամասնության կարծիքը։ Կան արտաքին դերակատարներ, որոնք նպատակ ունեն տվյալ հասարակությունը մանիպուլացնելու, տարբեր մանիպուլյացիոն եղանակներով իրենց կողմ կամ իրենց նկատմամբ այլ դիրքավորում պարտադրել, ընդ որում պարտադրելը չակերտներում, որովհետև ուղիղ պարտադրանք չի սա, այլ սուր պարտադրանք է։
ընդ որում այդ դրսևորում կա թե արևմուտքի կողմից, թե այլ դերակատարների եւ թե Ռուսաստանի կողմից։ Ամենաէֆեկտիվը թերևս հասարակության բևեռացումն է։ Մարդիկ սկսում են պիտակավորվել։ Դավաճան, նախկին, ներկա, սև, սպիտակ, ինչն ըստ մասնագետների պարզապես քաղաքական պայքար չէ։ Սա մեթոդ է հասարակությունը բևեռացնելու, որպեսզի այն կորցնի միասնական որոշում կայացնելու ունակությունը։ Չորրորդ կարևոր բաղադրիչը վստահության ոչնչացում ընտրության նկատմամբ տարածվում են թեզեր, թե ամեն ինչ արդեն որոշված է, քվեարկելն էլ անիմաստ։ Արդյունքում քաղաքացիների մի մասը պարզապես չի մասնակցում ընտրությանը։ Սա հիբրիդային պատերազմի ամենավտանգավոր արդյունքներից է։ Մարդիկ ինքնակամ դուրս են մնում իրենց երկրի կառավարման գործընթացից։ Հիբրիդային պատերազմը սա հետևանքներ առաջացնող, այլ հետևանքներ առաջացնող գործողություն է, որի նպատակն է վերջնարդյունքում օկուպացիայի ենթարկել, տարածք վերցնել կամ տնտեսական սանկցիաների ենթարկել եւ այլն։ Ապագա գործողությունները լեգիտիմացնելու նպատակ ունի հիբրիդային պատերազմը։ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունը սեփական ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, ասում են մասնագետները։ Օրինակ, Ադրբեջանում մինչև հիմա COVID-ով պայմանավորված կարանտին է գործում, բայց ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում ժողովրդին պատերազմով չեն սպառնում։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ Հայաստանում հիբրիդային պատերազմ հրահրողներին են փնտրում կամ դա իրականացնելու համար մեղադրում երբեմնի գործընկերներին, խաղաղասեր Ադրբեջանը խաղաղության դարաշրջանը վերածել է մեղադրանքների նոր փուլի եւ լուր իր գործն է անում։ Պաշտոնական Բաքուն կրկին փորձում է փոխել պատմությունը, հիմա էլ հայերին մեղադրելով զանգվածային սպանությունների համար։ Մինչ պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել հաշտեցման օրակարգը, Ադրբեջանը նույն պահին կառուցում է հակառակ նարատիվը, Հայաստանը ներկայացնելով որպես ցեղասպան պետություն։ Սա պարզապես քարոզչություն է, թե հաշվարկված քաղաքականություն միջազգային դաշտում դերերը փոխելու համար։ Ինչու այդ մեղադրանքներին համարժեք պատասխան չի հնչում պաշտոնական Երևանից, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Խաղաղությունը այսօր արդեն դե յուրե հաստատված է։ Մինչ Հայաստանի վարչապետը նման պնդումներ է անում, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ու արտաքին գործերի նախարարությունը հայերին մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու համար։ Սա չի հակասում արդյոք Ալիևի եւ Փաշինյանի խաղաղության օրակարգին։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն։ Եվ մինչ Հայաստանի վարչապետի պահանջով Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենն է հեռացվում Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին պատմելու եւ Արցախի հակամարտության մասին գիրք նվիրելու համար, Ադրբեջանը պաշտոնական մակարդակում կեղծ պնդումները շարունակում է։ Ասում են, հայերը իբր ցեղասպանություն են իրականացրել ոչ միայն Բաքվում, այլև մի շարք քաղաքներում։ Դրանց թվում Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշատակել է նաեւ մայրաքաղաք Երևանը, այն էլ իրենց հորինած ադրբեջանական անվանումով Երևան։ 20-րդ դարաշրջանի ցեղասպանության այս արյունալի քաղաքականությունը շարունակվել է նաև նույն դարի վերջում համակարգային բնույթ ստանալով։ Դրա վկայություններն էին ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունը, օկուպացիայի տարիներին իրականացված զանգվածային սպանությունները, հատկապես Խոջալույի ցեղասպանությունը, այլ ռազմական հանցագործություններ։ Ադրբեջանի այս խոսույթը նոր չէ, միշտ են փորձել ապատեղեկություններ տարածել ու միջազգային կառույցներին համոզել այն, նշում է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն էլ զուգահեռներ է տարել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքականությունների միջև եւ նկատել. Ոչ տարօրինակ զուգադիպությամբ, որքան տգետ, վտանգավոր, ցինիկ ու հակագիտական ձևակերպումներ եւ քայլեր է անում Հայաստանի ղեկավարությունը հայոց ցեղասպանության, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման եւ մեր ամրագրված իրավունքների առնչությամբ, այնքան հանդուգն եւ համառ է դառնում Ադրբեջանի ղեկավարությունը մեզ եւ մեր պետությունը ցեղասպան ֆաշիստ դարձնելու պատմական կեղծարարության հարցում։ Վահրամ Կաժոյանն էլ հաստատում է, Ադրբեջանի գործիքը նույնն է, պետական մակարդակով ապատեղեկություն են տարածում, մինչդեռ հայերի արձագանքելու ոչն է փոխվել։ Եթե կարողանանք պատասխան տալ ուժնորեն հավաստի փաստերով, իսկ այդ հավաստի փաստերը կան, պատմական բոլոր արձանագրությունները իհարկե մեր օգտին են, տեղեկատվություն կա ամեն ինչի վերաբերյալ եւ Ադրբեջանի կեղծ տեղեկատվությունը չպետք է անցնի։ Սակայն դրան իսկապես ինչպես ասեք, պետք է հուշկու հարված տալ, հուշկու հակապատասխաններ ներկայացնել, հակափաստարկներ ներկայացնել։ Այդ փաստարկների մասին քաղաքագետ Ստեփան Հասանջալալյանն ու Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամն են խոսել։
Հիմնադրամը հիշեցրել է հենց 1918 թվականին Գիրդադյուլ բնակավայրում հայերի ջարդերի մասին։ 1918 թվականի իրադարձությունները ճակատագրական են եղել եւ Գիրդադյուլ գյուղի եւ ընդհանրապես Արևելյան Այսրկովկասի ամբողջ հայության համար։ Տարածաշրջան ներխուժած օսմանյան զորքերը միանալով տեղի թյուրքական ուժերի հետ կոտորել են տարածաշրջանի հայությանը։ Գիրդադյուլ գյուղի բնակիչները 1918 թվականի հուլիսին ստիպված տեղափոխվել են հայկական Վանք գյուղ եւ տեղի եւ հայկական այլ գյուղերից այդտեղ ապաստան գտած հայերի հետ միասին 4 օր շարունակ դիմադրելով թուրք-թաթարական զորքերին։ Սակայն Գիրդադյուլի հայ բնակչության մեծ մասը կոտորվել է 1918 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Քաղաքագետն էլ Շուշիի ջարդերն է հիշատակում։ 1920 թվականի մարտին զինաթափման անվան տակ կոտորել են խաղաղ բնակչությանը, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին, իսկ հայկական թաղամասը գրեթե ամբողջությամբ փրկիզել են։ Ինչու այս մասին չհիշատակեց Հայաստանի արտգործնախարարությունը եւ լռության դիմաց Ադրբեջանից ստացավ այսպես կոչված ցեղասպանության ճանաչման պահանջը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ թվականին Շուշիում ապրում էր մոտավորապես 44000 մարդ, որից մոտավորապես 24000-ը հայեր էին, 20000-ը պարսիկներ, լեռնային մահմեդականներ։ Իրականացված ցեղասպանության հետևանքով հայերի թիվը կտրուկ նվազել է եւ կազմել մոտավորապես 5000 մարդ։ Եվ այս ցեղասպանությունը, որը Շուշիում իրականացվել է, սա ոչ միայն ոչրագործություն է եղել հայ ազգի նկատմամբ, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Ի շարունակություն հայերի ցեղասպանությանն Արցախի Սառնախբյուր գյուղում ադրբեջանցիները սպանել են երեխաների, բռնազավթել Արցախն ու հայաթափել հայերին։ Դեռ 2002-ին Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում արձանագրել է, որ ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ։ Իսկ ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ հրապարակած եզրափակիչ դիտարկումների համաձայն Ադրբեջանում առկա է ռասայական ատելության հրահրում եւ ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ։ Բացի այդ, դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները եւ հրահրում ռասայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ։ Այն վերահաստատում է Ադրբեջանը, գերեվարության մեջ պահելով Արցախի ղեկավարներին, քանդելով ու ջնջելով հայկական հետքը հայկական Արցախում։ Ադրբեջանի օմբուդսմենը փոխանակ պաշտպանի Ադրբեջանում գտնվող ռազմագերիների քաղաքապետարների շահերը եւ թույլ չեն տալիս Ռուբեն Վարդանյանի հետ կապ հաստատի եւ կարողանա բարձրաձայնել իր խնդիրները, իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի հարցերը, նման պատմական խեղաթյուրումներով է զբաղվում, ինչը բնականաբար ընդհանուր քաղաքական գծի մասն է, դրա համար նաեւ Ադրբեջանի արտգործնախարարությունը նույն թեման վեր է հանում։ Պետք է իհարկե նշել, որ իրականությունը խիստ այլ է։ Ինչպես է արձագանքում Հայաստանի արտգործնախարարությունն Ադրբեջանից հնչող այս հայտարարություններին։ Դեռևս չի արձագանքում։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ եւ հայտարարել, որ Հայաստանի եւ Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է։ Հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։ Armenpress-ի հետ զրույցում դիվանագետն ասել է, որ սահմանին խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան։ Վերջին օրերին Իրանից Հայաստան եկող բեռնատարների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է իրանական Նովրուզով։ Հայաստանի անկախության պատմության մասին եւս մեկ ֆիլմ կարգելվի ցուցադրել բոլոր հարթակներում, դահլիճային դիտումներից մինչև հեռուստատեսություն։ Հանրային հեռուստաընկերությունն է իր իսկ պատվերով ստեղծված անկախության մեր ճանապարհը ֆիլմի ցուցադրման դեմ հայց ներկայացրել։ Դատարանը բավարարել է հանրայինի հայցը։ Ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը ի պատասխան Facebook-ում գրել է, որ ապագայում ցուցադրելու է ֆիլմը ամենատարբեր ձևաչափերով։ ԱՄՆ-Իսրայել ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական գեներալ լեյտենանտ Ջամշիդ Էսհաղի։
Իսկ Վաշինգտոնը փորձում է արագացնել բանակցությունները Թեհրանի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի մինչև ապրիլի 6-ը հասնել Իրանի հետ նոր գործարքի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Իսրայելի խորհրդարանը ընդունել է օրենք, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել պաղեստինցիներին, որոնց դատապարտել են իսրայելցիների սպանության համար։ Օրենքի ընդունումից հետո Իսրայելի ազգային անվտանգության նախարարը եւ մի քանի падգամավորներ հրապարակայնորեն ողջունել են որոշումը, այն որակելով կարևոր քայլ անվտանգության ապահովման համար։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ենթադրաբար 2 անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա պնդել է, որ հազարավորներ են սպանվել եւ խեղվել Աֆղանստանում ինքնաշեն պայթուցիկ սարքերից։ Նա նաեւ նշել է, թե Իրանը ռմբակոծել է ԱՄՆ դեսպանատները։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Նոր տաղավար, նոր տեխնիկա, նոր մտածողություն։ Ավելի արագ արձագանք, ավելի սուր կադր, ավելի մաքուր պատկեր։ Սա արդեն ուրիշ որակի եթեր է։ Պետք է խնդրեմ դուք միկրոֆոնը բռնեք։ Քաղաքացիները փորձել են իրենց ուժերով Ոստիկանությունը մտել է իրենց բնակարան քաղաքակոռուպցիոն դատարանի դիմաց։ Ամեն վայրկյան, ամեն ուր։ Ինչու է բռնկվել հրդեհը։ Մենք չենք խոսում ամեն ինչի մասին։ Մենք ընտրում ենք կարևորը։ Փոխիրալիքը ABC Media